59,000 ստորագրություն, հա, ներկայացրեցին ազգային ժողով եւ այդ ճանապարհը դեպի Եվրամիություն սկսվեց։ Հիմա անցավ 2 տարի եւ ասենք ռուսամետ կամ ալտերնատիվ մտածելակերպ ունեցող շարժում կամ ուսակցություններ, հասարակական կազմակերպություններ որոշել են իրենց ստորագրակ հավաքակազմակերպել, այս անգամ Եվրասիական միության մեջ մնալու համար երևի։ Այդ նախաձեռնող խմբի մեջ նաև Հայկ Բաբուխանյանն է, Սահմանադրական իրավունք կուսակցության նախագահ եւ Ուժեղ Հայաստան-Ռուսաստանի հետ հանուն նոր միության շարժման գործադիր կոմիտեի անդամ։ Պարոն Բաբուխանյան, խնդրեմ ներկայացրեք այդ շարժումը ինչ նպատակ ունի, ինչ պլաններ ունի, ինչ սպասելիքներ ունի, երբ է սկսվել, ոնց եք անում, ինչ եք անում, այո, հա, այդ ամենը չէ, որ ժողովուրդը իմանա, որ տենց ինչ-որ նախաձեռնություն կա, որովհետև դուք սկսել եք, բայց ոչ մի ուսերասը վխլոպ չկա, չեն իմանում, էլի ինֆորմացիան շատ քիչ է։ Պարոն Ալոյան, բարև ձեզ հարգելի մասնակիցներ, դիտողներ, նախ շնորհակալություն, որ դուք հրավիրեցիք եւ այս թեման ձեզ հետաքրքրեց, ասեմ հետեւյալը, որ 5.5 տարի առաջ ստեղծվեց մեր շարժումը, որը կոչվում է Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ։ Դա եղավ պատերազմից հետո, երբ որ մենք հասկացանք, որ ներկա իշխանությունները միտումնավոր վարում են Ռուսաստանից հեռացնելու Հայաստանը եւ միտումնավոր վարում են քաղաքականություն, որի արդյունքում մենք տեսանք, որ մենք արդեն կորցրեցինք Արցախը, կորցրեցինք մի շարք սահմանամերձ տարածքներ եւ շարունակելու ենք կորցնել անընդհատ, մինչեւ մենք չվերականգնենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ մինչեւ մենք Ռուսաստանի հետ չձևավորենք այնպիսի նոր միություն, որը որ կերաշխավորի մեր առաջերտին անվտանգությունը։ 5 տարի ու կես մեր շարժումը գործում է եւ երբ որ այո շատ ճիշտ եք, երբ որ արևմտամետ մի շարք ուրեմն ուժեր իշխանությունների դրդմամբ սկսեցին այդ ստորագրահավաքը, հավաքեցին այդ 50 քանի հազար ստորագրությունը, ակնհայտ էր, որ իշխանությունները որոշել են ուրեմն փոխել Հայաստանի ընդհանրապես փոխել Հայաստանի արտաքին քաղաքական համագործակցության ամբողջ ճարտարապետությունը եւ այդ ճարտարապետությունը հանգեցնել նրան, որ մենք կախվածության մեջ կլինենք Թուրքիայից, Ադրբեջանից եւ որոշ չափով Եվրամիությունից։ Եվ այդ ժամանակ 2 տարի առաջ, ուղիղ կարելի ասել 2 տարի առաջ, 24 թվականի հուլիսի 20-ին մեր շարժումը կազմակերպեց շատ կարևոր միջոցառում, որը քննարկում էր մեր ապագա ճանապարհը։ Արդյոք մենք պետք է գնանք դեպի Եվրամիություն, թե մենք պետք է գնանք դեպի ուրեմն Ռուսաստանի հետ էլ ավելի նոր ձևաչափով մեր համագործակցությունը ամրապնդելու, այսինքն ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ, ԵԱՏՄ-ն պետք է պահպանեն իրենց ուրեմն կարևոր նշանակությունը, դերը Հայաստանի քաղաքական կյանքում։ Եվ այդ ժամանակ մենք ասացինք, որ այս հարցը պետք է լուծի ժողովուրդը, որովհետև ժողովրդի վրա է անդրադառնում այս արկածախնդրությունը, չէ՞, ասենք մեկը չի կարողանում վաճառել իր ապրանքը, մյուսը չի կարողանում ուրեմն կազմակերպել, այսօր արդեն հարց է տրվում նույնիսկ գազի գնի հետ կապված, այս ամենը անդրադառնում է մեր ժողովրդի վրա, այն գյուղացու, ֆերմերի, գյուղատնտեսի, որը աճացնում է ապրանք, գյուղատնտեսական ապրանք, չի կարողանում այդ ապրանքը արտահանել, չունի շուկա, ի վերջո ոչ մի, այսպես ասած, բան չստացվեց եվրոպական շուկա արտահանելու վերաբերյալ, դուք տեսնում եք, ոչ մի բան մենք չունեցանք, ոչ մի կիլո, չգիտեմ, պամիդոր, ոչ մի կիլո ծիրան, այդպես էլ եվրոպական շուկա չմտավ, ոչ մի կիլո պամիդոր։ Չէ, կիլոներով մտել է, տոննայով չի մտել։ Գիտեք ինչ, իմ կարծիքով կիլոյով էլ չի մտել, որովհետև եթե տարել են, ապա չի էլ վաճառվել, որովհետև հասել է փչացած եւ այլն։ Կամ էլ ինչ որ մեկին նվեր են տվել, բրծել են։ Այսինքն վաճառք որպես այդպեսին չկարողացան մտնել շուկա։
Այս ամբողջը եղավ փուչիկ փաստորեն։ Ծաղիկները էժան ուրեմն դրեցին, փչանում էին մեր սուպերմարկետներում, հա, բերքը ուրեմն մարդիկ շատ անգամ ցապում էին կամ ուրեմն չգիտեին ինչ անեին, ձուկը այդպես էլ որ ձկան խնդիր եղավ, դուք տեսակ ցույցեր եղան, հիմա պանիրն է, կաթնամթերքն է, այսինքն մեր շուկան հագեցած է մեր սեփական արտադրությամբ, որը որ չի կարող սպառել այդ արտադրությունը։ Եվ խնդիրը ծագել է հետևյալը, այսինքն մեր արտադրությունը, գյուղատնտեսական արտադրությունը, վերամշակող արդյունաբերությունը, դրանք կանգնած են կոլապսի առաջ ներկայիս իշխանությունների արկածախնդիր քաղաքականության հետևանքով։ Եվ մենք ասում ենք, այո, ժողովուրդը պետք է լուծի հարցը, ժողովուրդը պետք է որոշի, ինչ է նա ուզում, նա ուզում է ուրեմն լինել թուրքական ենթակայության մի տարածք, հա, Թուրքիայի վիալետ, թե ուզում է լինել ադրբեջանական արևմտյան Ադրբեջանը, ինչպես պաշտոնապես հայտարարում է Ադրբեջանի իշխանությունները, թե ուզում է լինել ուրեմն պարզ է, որ մենք Եվրոպական միության անդամ չենք լինելու, որովհետև գիտենք, որ շատ տարիներ շարունակ ուրիշ երկրներ հերթ են կանգնել, այդպես էլ չմտան, եւ անգամ եթե մտնենք, ինչ է դա տալու մեզ, այսինքն Եվրոպական միությունը մեզ պաշտպանելու է, մեր սահմաններն է պաշտպանելու, թե ինչ է անելու մեզ համար, հա, մենք տեսանք Ուկրաինայի դառը պատմությունը, որ այդ խաղերը խաղաց, վերջը կորցրեց պետություն, կորցրեց ժողովրդի կեսը եւ այլն։ Եվ բնականաբար այս ամենի հետևանքով մենք այո գտնում ենք, որ պետք է լինի հանրաքվե եւ դա ասել ենք 2 տարի առաջ, որոնք ասում են այ Վլադիմիր Պուտինը ասեց, որ պետք է լինի հանրաքվե, դուք հիմա կրկնում եք։ Ուրեմն այդ դատարկախոսներին ուրեմն հուշենք եւ բացեք 20 հուլիսի 2024 թվական, դեռևս ոչ ոք չի ասել հանրաքվեի մասին, մեր շարժումը արեց կոնֆերանս Անի Գրանդ հոթելում 350 հոգու մասնակցությամբ մեծ կոնֆերանս էր, մի քանի ժամ տևած, որտեղ ապացուցվեց եւ ասվեց, որ մեր արտաքին քաղաքական զարգացումները ճարտարապետությունը պետք է լինի հանրաքվեի միջոցով։ Եվ ձևավորվեց խումբ, նախաձեռնող խումբ, ասեմ, որ այդ նախաձեռնող խումբը ձևավորեց Ալյանս կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը, ես ինքս չեմ հանդիսանում այդ խմբի անդամ, դուք ասիք այդ խմբի անդամ եմ, ոչ, մեր կուսակցությունը եւ շարժումը անմիջապես աջակցեցին այդ խմբին, որը ձևավորվեց դա հասարակական նախաձեռնություն է, հանրային նախաձեռնություն, եւ ուրեմն դիմեցին կենտրոնական ընտրական հանձնաժողով օրենքի սահմաններում, ստացան թույլտվություն հավաքել այդ ստորագրությունները եւ այսօր մենք ուրեմն մեր կուսակցությունը, մեր շարժումը աջակցում է Եվրասիական ալյանս այդ քաղաքացիական նախաձեռնությանը, որպեսզի այդ ստորագրությունները հավաքվեն։ Իսկ երբ է սկսվելու այդ ստորագրահավաքը եւ ինչ հարցեր են այնտեղ թերթիկի մեջ լինելու։ Պաշտոնապես ստորագրահավաքը արդեն սկսվել է, բայց փաստացի սույն թվականի օգոստոսի 29-ին, այսինքն մի քանի օրից, էլի Անի Գրանդ հյուրանոցում, դա ուրեմն սիմվոլիզմը ապահովում ենք, ժամանակների կապը, լինելու է մեծ հավաք, որտեղ մենք կազմակերպելու ենք արդեն այդ ստորագրահավաքների հավաքողների ժողով, այդտեղ լինելու է աշխատանքային խորհրդակցություն, թե ինչպես, որտեղ եւ այլն, լինելու է հետեւյալ կերպ, բոլոր մարզպետարաններում, համայնքապետարաններում եւ այլն, մենք ունենք հնարավորություն հավաքելու, լինելու է գրաֆիկ, այդ գրաֆիկը կճշտվի, կասվի եւ մենք ժողովրդին հրավիրենք կոնկրետ այսինչ օրը, այսինչ համայնքապետարանում ստորագրություն հավաքելու եւ այլն։ Այդպիսի ուրեմն ստորագրավակը օրենքի սահմաններում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ հանրաքվեի մասին օրենքով
դա ուրեմն սահմանված գործընթաց է, արտոնված է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, համայնքապետարանները, մասնավորապես նաև Երևանի քաղաքապետարանը, արդեն ընդունել են որոշումներ, որ տրամադրվում են օրենքի սահմաններում տրամադրվում են տարածքներ, որոնք ուրեմն որտեղ կկազմակերպվի այդ ստորագրահավաքը։ Ինչ է գրված։ Գրված է, որ սահմանադրությունում պետք է կատարել փոփոխություն։ Այդ փոփոխությունը պետք է լինի հետևյալը, որ եթե մենք արդեն ունենք միջազգայինորեն ստանձնած պարտավորություններ, ապա նոր միջազգային պարտավորությունները չպետք է հակադրվեն արդեն իսկ ունեցած պարտավորությունների։ Մասնավորապես, եթե մենք ունենք ԵԱՏՄ-ի անդամակցության պարտավորություններ, ապա մենք չենք կարող վերցնել նոր պարտավորություններ, օրինակ ԵՄ-ի, որոնք կհակասեն ԵԱՏՄ-ին։ Այսինքն դրանով մենք ժողովրդին ասում ենք, ժողովուրդ, դուք ուզում եք մնալ ԵԱՏՄ-ում, թե ուզում եք դուրս գալ եւ գնալ Եվրամիություն, այն էլ պարզի մեզ Եվրամիությունը կընդունի, թե չի ընդունի։ Երկու տարի առաջ Եվրոպա մեծ կուսակցությունները որ հավաքեցին այդ 50,000 տեղ 59,000 եւ մտան խորհրդարան, դե աջակիցները խորհրդանում իրենց ավելի շատ էին մեծամասնությունը եւ ազգային ժողովը ընդունեց այդ որոշումը։ Ասենք թե դուք հավաքեցիք 50,000 Սորագություն 50,000-ը պահանջում որ ազգային ժողովը։ Նախ մենք ոչ թե օրենքի նախագիծ ենք նախատեսում, այստեղ տարբեր իրավաբանական գործընթացներ են։ Ինչ որ դուք ասում եք, այո, դա օրենքի նախագիծը ազգային ժողով մտցնելու համար անհրաժեշտ է 50,000։ Իսկ մենք ոչ թե օրենքի նախագիծ ենք մտցնում ազգային ժողով, այլ մենք հանրաքվեի պահանջով ենք հանդես գալիս, պահանջում են 200,000, բայց այստեղ ասեմ ձեզ, եթե մենք հավաքենք, իրենք հավաքել են 59,000, եթե մենք հավաքենք 60,000, նշանակում է, որ մենք առնվազն ուրեմն դնում ենք կասկածի տակ այդ Եվրամիության գնալու ճանապարհը։ Եթե իրանք հավաքել են 59, մենք հավաքենք ավելի շատ, հենց որ 60,000 հավաքեցինք, դա ունի քաղաքական մեծ նշանակություն։ Դրանով մենք կասենք, որ մեր ժողովրդի, եթե դուք ունեք ձեր կողմնակիցները, մենք էլ ունենք մեր կողմնակիցները, հա, եւ մեր կողմնակիցները ավելի շատ են, քան թե ձեր։ Իսկ ինչ վերաբերում է ազգային ժողովին, բնականաբար իրանք ունեին իշխող կուսակցություն, Նիկոլի քաղաքական գիծ, հասկանալի է, որ դա արվել է հենց այդ պատվերով, ինչ վերաբերում է մեր հույսերին ազգային ժողովում, ապա մինչև հիմա անդիմադիր կուսակցությունները, որոնք կան ազգային ժողովում, որևէ կերպ չեն անդրադառնում հարցին։ Եվ ընդհանրապես չեն անդրադառնում այս ուրեմն իմ կարծիքով հիմա Հայաստանի համար ամենակարևոր հարցին՝ Եվրամիություն, թե Եվրասիական տնտեսական միություն։ Այս հարցի վերաբերյալ այն անդիմադիր կուսակցությունները, ովքեր այսօր վերցրել են մանդատները, հա, նրանք որևէ կերպ չեն անդրադառնում հարցին։ Այդ Նույն կարող է սպասել մինչև ամսի 29-ը տեսնեն ինչ է որոշում այնտեղ։ Գիտեք ինչ է, ամսի 29-ին տեխնիկական հարցեր են։ Հա, եւ սպասել է ցանկացած կուսակցություն, իմ կարծիքով ցանկացած քաղաքական միավորում այսօր պետք է հայտարարի իր դիրքորոշումը այս կարևորագույն հարցում։ Հայաստանը պետք է գնա դեպի Եվրամիություն, միաժամանակ ուրեմն երեք Նիկոլը պարզ ասեց, որ Հայաստանը որպես անկախ պետություն այլևս գոյություն չի կարող ունենալ։ Նա ասեց, որ մեր անվտանգությունը, եթե մենք կապում ենք միջազգային ինչ-որ միջնորդների հետ, միջազգային ինչ-որ ուժերի հետ, միջազգային ռազմական բլոկների հետ, ապա դա շատ սխալ ճանապարհ է, դա բերել է ուրեմն շատ ծանր հետևանքներ։ Այսինքն նա ասում է, որ մեր անվտանգությունը մենք պետք է ապահովենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ ձևավորելու։ Իսկ Թուրքիա եւ Ադրբեջանի նպատակը Հայաստանը դարձնել արևմտյան Ադրբեջան, դրա մասին նրանք չեն թաքցնում եւ Տիգրանաշենի կամ Նիկոլի եւ Ալիևի լեքսիկոնով Քյարքիի, հա, նրանց լեքսիկոնով Տիգրանաշենի ուրեմն ճակատագիրը հենց այդ նպատակն է հետապնդում, այսինքն հանձնել Տիգրանաշենը, դրանով կտրել Սյունիքը, հանձնել Սյունիքը Ադրբեջանին, ինչպես հանձնեցին Արցախը, հետո կասեն, որ Սյունիքը դա արևմտյան Զանգեզուրն է, ինչպես ադրբեջանցիները ասում են, հետո կվերցնեն ամբողջ Հայաստան։
Այս է ուրեմն ճանապարհը, այս է ուրեմն նրանց ճանապարհը։ Մեր ճանապարհը հետևյալն է։ Մենք ասում ենք ոչ, Հայաստանը պետք է լինի եւ ՀԱՊԿ-ի մեջ, որպես ռազմական համագործակցության եւ անվտանգության երաշխիք, եւ Հայաստանը պետք է լինի ԵԱՏՄ-ի մեջ, որը թույլ կտա մեզ տնտեսապես զարգանալ, պահպանել մեր տնտեսական շահերը, հակառակ դեպքում մենք բնականաբար փոքրիկ Հայաստան 2.5 միլիոն բնակչություն լավագույն դեպքում չի կարող դիմակայել 100 միլիոն մեզ շրջափակող թուրքերին, 100 միլիոն շատ ուժեղ տնտեսություն ունեցող երկու պետություն Թուրքիա եւ Ադրբեջան, որը Հայաստանի տնտեսությունը ուրեմն մի քանի ամսվա մեջ կաղան ու կդարձնեն իրենց ուրեմն, ինչպես ես ասացի, վիլայեթը։ Մի քանի տասնյակ առաջ շատ հայտնի կինո կար, կոչվում էր «Բեգущий по лезвию бритвы»։ Այն որ դուք ասում եք հիմա, այդ որ հավաքենք այդ 60,000-ը, չէ՞, այդ ավելի ճիշտ կլինեն, «Потом կմուլդուտ» այս կինոներ կան, չէ՞, այ հիմա որ դուք ասում եք, պատկերացրեք, այդ դուք այդ ճանապարհն եք վերցրել, որովհետև ինչ ասեմ, հայկական ասացված կա, հայրեն ասում, էշին նստել է մի այբա, իջնել է երկու այբա, պատկերացրեք ու դուք 60,000-ը չհավաքեցիք, հավաքեցիք 57,000, այն ժամանակ ասել են, դե տեսակ, որ մենք ճիշտ ենք, իսկ դուք սխալ եք, վարիանտը մտածել եք։ Ուրեմն կարծում եմ, որ, նախ եւ առաջ սկսենք նրանից, որ մենք անմիջապես աջակցեցինք, մենք աջակցող ուժ ենք եւ կոչ եմ անում բոլորին աջակցել այդ նախաձեռնությանը։ Եվրասիական ալյանս աջակցության նախաձեռնող խմբին առաջարկում եմ աջակցել, ոչ թե մնալ նստած ուրեմն ստվերում ծառի տակ կամ ազգային ժողովում ասել դու ապուշ ես, ԱԿ հիմար ես, կամ ապուշը դու ես, հիմարը հերը տա եւ այլն, այդ թեմաներից դուրս գալ եւ զբաղվել կոնկրետ քաղաքական գործընթացներով։ Նստել ուրեմն եւ սпасել արդյոք այն ուժերը, ովքեր փորձում են հակադրվել Նիկոլի այդ թուրք եվրոպական քաղաքականությանը, Եվրոպան այստեղ վերջում ի վերջո դուրս է գալու խաղից, մնալու է Թուրքիան, դրա համար նստել ու սпасել, թե կհաղթահարեն այդ 60,000-ը, չեն հաղթահարի, եթե հաղթահարեն ինչ կլինի, եթե չհաղթահարեն, այդ դիտորդների քաղաքականությունը մենք չենք ընդունում։ Մենք գտնում ենք, որ եթե մարդիկ ընդհանրապես բոլոր Հայաստանի քաղաքացիները այսօր պետք է արդեն կողմնորոշվեն, ինչ են ուզում, իսկ եթե անգամ հասարակ քաղաքացիները կարող են դեռևս ուրեմն սпасել, ապա քաղաքական ուժերը, առավել եւս այն քաղաքական ուժերը, որոնք ժողովրդի առաջ ստանձնել են պատասխանատվություն, մասնակցելով ընտրություններին եւ ստացել են ժողովրդի որոշակի ձայներ, ապա իհարկե նրանք պարտավոր են այսօր հայտնել շատ կոնկրետ իրենց քաղաքական դիրքորոշումը այն հարցում, որի շուրջ արդեն շուրջ մի տարի է լինում է շատ լուրջ քննարկում եւ եթե մեր դաշնակից երկրների ղեկավարները եւ Ռուսաստանի եւ Ղազախստանի, Ղրղստանի, Բելարուսի ղեկավարները մեր ժողովրդին են դիմում, հարցնում են, ասում են դուք իսկապես այսպես եք ուզում եւ ընդհանրապես քաղաքական ուժերը այդ ամենակարևոր թեմայի շուրջ եթե չխոսեն, այլ խոսեն ով է հիմար, ով է ապուշ, ով է գող, ով է ավազակ, այդ տիրույթում բնականաբար կարող է եւ տապալվել։ Հասկանալի է, որ սա համաժողովրդական գործընթաց պետք է լինի եւ գիտեք ինչ ընտրություններից առաջ մենք զգուշացնում էինք, որ Նիկոլը այս ձևով կհաղթի, որտեվ այն ինչ որ տեղի ունեցավ, այն նախընտրական ճարտարապետությունը, որ գործող քաղաքական ուժերը ձևավորեցին, իհարկե նպաստեց Նիկոլի հաղթանակին։ Մենք դա զգուշացնում ենք, հիմա էլ ենք զգուշացնում, որ ժողովուրդ ջան, մենք տվել ենք հնարավորություն, մենք տվել ենք հնարավորություն, մենք մեկնել ենք ձեռք, այդ ձեռքը պետք է սեղմեն, մենք կատարել ենք քայլ, այդ քայլին պետք է միանան, եթե իհարկե ոչ մեկ չմիանա, եթե ոչ մեկին պետք չի, ասենք, եթե ոչ մեկին հետարքիր չի, կարող է եւ տապալվել եւ այո, ի վերջո, գիտեք ինչ, եթե
մարդիկ տեսնում են, որ իրենք գնում են դեպի կործանում, իրենց երկիրը գնում է դեպի մասնատում եւ ոչնչացում։ Եթե իրենց աչքի առաջ իրենց մի մարզը, տարածքը, Արցախը այսօր հայաթափվեց, եթե իրենց աչքի առաջ Տիգրանաշենը, հեսա Նիկոլը հայաթափելու է եւ հանձնի Ադրբեջանին, որից հետո էլ եմ ասում, անհնար է Սյունիքի պաշտպանությունը, անհնար։ Եթե նրանք դա այս ամեն ինչը տեսնում են, որ Նիկոլը երեք պարզ ասեց, որ մենք պետք է միակ մեր հույսը դնենք Թուրքիայի վրա, Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա, որոնք էլ եմ ասում, որոնք Հայաստանը անվանում են Արևմտյան Ադրբեջան, այսինքն շատ կարճ ժամանակահատվածում նրանք Նիկոլի օգնությամբ, այս ուրեմն քաղաքականության արդյունքում կտանեն դա կդարձնեն իրականություն։ Հայաստանը կդառնա էության մեջ կդառնա Արևմտյան Ադրբեջան։ Այսինքն այսօր էլ արդեն Հայաստանը դժվար է անվանել հայերի պետություն, հա, հայերի պետության մեջ հայերի եկեղեցու ղեկավարին չեն դատում։ Հայերի պետության մեջ ցեղասպանությունից չեն հրաժարվում։ Հայերի պետության մեջ Արցախը չեն ասում, որ դա ուրեմն այլ երկրի սեփականությունն է, երկրի տարածքն է։ Եվ այդ ամենի հետ կապված մենք կարող ենք ընդհանրապես ասել հետևյալը, որ մենք ֆիքսում ենք հետևյալը, որ մեր ժողովրդին այսօր մենք տալիս ենք շանս միանալու մեզ, բոլոր քաղաքական ուժերին մենք դիմել ենք, հարցրել ենք, ոնց եք դուք տեսնում այս խնդիրը, բոլոր քաղաքական ուժերից մենակ այսօր պարզ հստակ, մենակ Սիմ կուսակցությունն է արտահայտվել եւ ուրեմն աջակցում է բոլոր ձևերով այս նախաձեռնող խմբին։ Եթե ուրիշները չաջակցեն, նախաձեռնող խումբը, Եվրասիական ալյանս նախաձեռնող խումբը իհարկե կարող է տապալվել։ Եվ այդ դեպքում, բայց մեր խիղճը մաքուր կլինի, մենք փորձեցինք ժողովրդին տալ հնարավորություն ընդվզել այս ամենի դեմ, այդպես որ մեր մեկնած ձեռքը մենք հույս ունենք, որ սեղմողներ կգտնվեն։ Շնորհակալություն, ավելացնելու բան ունեք։ Ես ուղղակի պարզապես պետք է հիշեցնեմ, որ 3-4 լրացավ մեր անկախության հռչակագրի տարեդարձը 36-րդ տարեդարձ։ Ուրեմն այդ 36 տարիների 30-ը կամ 28-ը մենք անցկացրեցինք անկախության հռչակագրի ոգով։ Ինչ դա բերեց մեզ։ Դա բերեց այն, որ առաջինը մենք դիմակայեցինք, ձևավորվեցինք եւ ամրապցանք որպես պետություն։ Շատ դժվար փուլերով անցնելով շրջափակում, Ադրբեջանի կողմից ագրեսիա, պատերազմ, Թուրքիայի կողմից շրջափակում եւ այլն, բայց անկախության հռչակագիրը թույլ տվեց մեզ միավորվել, թույլ տվեց մեզ ստեղծել այնպիսի պետություն, որը պաշտպանեց իր սահմանները, պաշտպանեց իր քաղաքական, ազգային իրավունքները եւ այլն։ Երբ որ եկան ուժեր, ովքեր սկսեցին հրաժարվել, ես ինքս անկախության հռչակագրի համահեղինակներից մեկն եմ, ես մի շարք այդ հոդվածների հենց հեղինակն եմ, եւ ուրեմն երբ որ մենք սկսեցինք հրաժարվել անկախության հռչակագրից, մենք ասելով Հայաստանի իշխանությունները, ավելի ճիշտ ոչ թե մենք երբեք չենք հրաժարվել, Հայաստանի իշխանությունները սկսեցին հրաժարվել անկախության հռչակագրից, սկսեցին նվիրել մեր հողերը, սկսեցին նվիրել մեր տարածքները, սկսեցին ուրեմն ոտնահարել մեր իրավունքները, մեր ազգային ինքնության հիմնասյուները, ինչպես օրինակ եկեղեցին, հա, սկսեցին մոռացության տալ մեր պատմությունը, մեր զոհերին եւ ուրեմն այս ամենը տեսնում ենք, որ բերում է ինչպիսի ողբալի եւ ողբերգական արդյունքների մեր ժողովրդի առաջ։ Դրա համար ես ել եմ ասում, որպես անկախության հռչակագրի համահեղինակներից մեկը կարող եմ ասել, որ մենք պետք է պաշտպանենք անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը։ Եվ դա այն ճանապարհն է, որը մեզ դուրս կբերի այս սարսափելի հետընթացի նահանջի եւ կործաման ողբերգական ուղուց։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։